Թող Աստված օգնի ամեն մեկիդ։ Пусть Бог благословит каждого. Մենք անցած Կիրակի օրը ունեցանք հարության տոնը, չէ՞։ Ճիշտ է, մենք չտոնեցինք, որովհետև մենք միացել էինք ռուսական եկեղեցուն։ Прошлое воскресенье у нас был праздник Пасхи, который мы провели вместе с русским служением. Ու գիտեք, չէ՞ ինչ կատարվեց Հիսուսի հարությունից հետո։ Знаете, что произошло после воскрешения Христа? Հիսուսը 40 օրերի ընթացքում Иисус в течение 40 дней սովորեցնում էր իր աշակերտներին учил своих учеников երկնքի արքայության հետ կապված ճշմարտություններ։ об истинах, касаемых Царства Божьего. Եվ իր հարությունից 10 օր հետո 40 օր հետո Հիսուսը հարություն առավ И через 10 дней после воскрешения ծնվեց եկեղեցին, այսինքն Պենտեկոստեն տեղ ունեցավ։ развилась церковь. Մենք այդ տոնը նշելու ենք շուտով։ Мы этот день тоже скоро будем праздновать. Ու ես իմ սրտում ունեմ այս 40, այս 50 օրերը, որ անցնելու է այս ժամանակաշրջանը, մինչև Պենտեկոստեի տոնը, И вот эти 50 дней после Пасхи խոսենք ճշմարտություններ։ хочу, чтобы мы говорили об истине. Ես հավատում եմ, Я верю, որ երբ որ մենք մեր ուշադրությունը դարձնենք աստվածային ճշմարտություններին, что когда мы будем обращать наше внимание на Божьих истинах, Աստծո Սուրբ Հոգին կսկսի գործել մեր մեջ։ Божий Дух Святой начнет действовать внутри нас. Ու այն ճշմարտությունները, որոնք կբացվեն մեզ համար, И те истины, которые откроются для нас, դրանք կբերեն ազատություն մեր կյանքի մեջ։ они принесут свободу в нашу жизнь. Որովհետև ես դա տենում եմ Աստծո խոսքի մեջ։ Потому что я это вижу в Слове Божьем. Ես դա տենում եմ առաքյալների կյանքի մեջ։ Я это вижу в жизни апостолов. Որովհետև գրված է, որ առաքյալները վախից պահկված էին։ Потому что написано, что апостолы, они от страха, они прятались. Բայց դրա հետ մեկտեղ Но вместе с этим նրանք աղոթքի մեջ էին։ они пребывали в молитве. Հիսուսի պատվիրանի համաձայն։ Согласно заповедям Иисуса. Ես մյուս ծառայությանը կխոսամ դրա մասին։ На следующее воскресенье я поговорю. Բայց երբ որ Պենտեկոստեն եղավ, Но когда произошла եւ Пятидесятница, երբ որ Սուրբ Հոգին եկավ նրանց վրա, когда Дух Святой сошел на них, նրանք համարձակություն ձեռք բերեցին։ они приобрели дерзновение. Ու այն ինչ որ այդ ճշմարտությունները, որ Հիսուսը խոսել էր իրանց հետ, Те истины, которые Иисус говорил к ним, այդ ճշմարտությունները իրանց կյանքի մեջ զորություն բերեցին։ эти истины обрели силу. Սուրբ Հոգու միջոցով Через Духа Святого, եւ նրանք դուրս եկան и они вышли, ու համարձակությամբ խոսեցին այդ и ճշմարտության մասին։ дерзновением начали делиться. Դրա համար մենք պետք է ուշադրություն դարձնենք Поэтому сегодня мы должны обращать внимание Աստծո շարժին на движение Божье ու այն ընթացքին, и к тому пути, որը որ Աստված պատրաստել է մեր համար։ который Бог приготовил для нас. Ու այսօր գիտեք ինչի մասին եմ ուզում խոսեմ։ И сегодня знаете, о чем хочу говорить? Ուզում եմ խոսեմ հիմքի մասին։ Хочу говорить об основании. Ու սենց եմ վերնագրել։ И вот так я назвал проповедь. Կառուցին ամուր հիմքի վրա։ Построй на твердом основании։ Գիտեք շատ կարևոր է լավ հիմքը։ Знаете, очень важно правильное основание. Ճիշտ հիմքը կարևոր է, Правильное основание очень важно. որպեսզի կառույցը հարատևի, Чтобы строение было долгосрочным, սկզբից լավ հիմք է պետք դնել։ сначала нужно хороший фундамент поставить. Մենք կարող շրջենք այս քաղաքի մեջ, Мы можем пройтись по этому городу, այն տեղերը, որտեղ սեփական տներ են։ и в том месте, где частные дома, Ու մենք կարող այդ տների դիրքից и мы можем по состоянию этих домов, по положению этих домов, հասկանանք, որի հիմքն է ճիշտ դրված եղել ժամանակին, понять, чей фундамент правильно поставлен, որինը ոչ։ а чей нет. Կան տներ, Есть дома, որոնք մի քանի հարկանի են, которые многоэтажные, բայց ամուր կանգնած են։ но они основательно стоят. Կան տներ, որոնք մի հարկանի են, փոքրիկ Есть են, дома, которые одноэтажные, маленькие, բայց նրանք թեքված են։ но они уже искосились. Պատճառը նրանում չի, որ մեկը մեծ է, մեկը փոքր է։
Причина не в том, что один дом большой, а другой маленький. Այլ պատճառը նրանում է, որ հիմքը սխալ է դրված։ Причина в том, что основание было неправильно поставлено. Տեսեք, Աստված ամեն բան արարել է Смотрите, Бог все создал, հավիտենականության մեջ գոյություն ունենալու համար, все создал для того, чтобы существовать в вечности. որովհետև ինքը հավիտենական Աստված է։ Потому что Он век вечности. Եվ նա ոչ մի բան չի արել ժամանակավոր։ И Он ничего не сотворил временно. Բայց ամեն բան ժամանակավոր բնույթ ստացավ Но все обрело временной характер մեղքի պատճառով, из-за греха, անհնազանդության պատճառով։ из-за непослушания. Երբ որ այսօր մենք շրջում ենք այս քաղաքի մեջ, Сегодня, когда мы прогуливаемся по этому городу, ցավոք սրտի մենք չենք տնում բաներ, որոնք հավիտյան են։ к сожалению, мы не видим тех вещей, которые вечны. Այն ամեն ինչ որ կա մեր շրջապատում, То, что нас окружает сегодня, դրանք ժամանակավոր բնույթ են կրում։ все имеет временной характер. Ու գնալով ամեն բան քայքայման ու կործանման է տանում։ И Всё идет к погибели։ да, все это к гибели. Չնայած որ Աստված ամեն բան ստեղծել է կատարյալ, Несмотря на то, что Бог все создал совершенно, այսօր ցավոք սրտի сегодня, к сожалению, մենք քաղաքի մեջ, мы в городе, մեր շրջապատում в нашем окружении հանդիպում ենք կոտրված սրտեր, встречаем сокрушенные сердца, անհուսություն, безнадежность, հիասթափություն, разочарование։ Մարդիկ հիասթափված են իրաց կյանքից, люди разочарованы в своей жизни, իրենց ամուսնությունից, в своем браке, իրենց ընկերներից, в своих друзьях, իրենց սպասումներից в աշխատանքից, своих ожиданиях от работы. ամեն բան տանում է դեպի անկման։ Все ведет к погибели. Ու հարցը թե ինչի է սա, И вопрос, почему это все? ամեն բան գնում է մի կետի, Все идет к одной точке. որովհետև հիմքը ճիշտ չի։ Потому что основание неправильное. Եթե մենք уզում ենք, որ ճիշտ հիմք ունենանք Если мы хотим иметь правильное основание մեր ընտանեկան կյանքի մեջ, в наших մեր փոխհարաբերություններում, в нашем взаимоотношении, մեր աշխատանքի մեջ, в нашей работе, մեր հոգևոր կյանքում, в нашей духовной жизни, քրիստոնեության մեջ, в христианстве, մեր կյանքի ընթացքի մեջ в нашем жизненном մենք пути պետք է ճիշտ հիմք ունենանք։ должны иметь правильное основание. Մենք պետք է գտնենք արմատը Мы должны найти корень, ու հենց այդ արմատից սկսենք с կերպարանափոխումը։ этого корня начать. Տեսեք, շատ բաներ կա, որ այսօր, Смотрите, есть много вещей, которые сегодня, որոնք ուղղակի մատների արանքով ենք նայում։ на которые мы смотрим Կամ исходя из- մտածում ենք, դե լավ, ժամանակավոր անեմ, или думаем, ну, сделаю что-нибудь временное, հետո ինչ որ մի բան կանեմ։ потом исправлю. Ամեն ժամանակավոր մնում է տենց է։ Все оставленное на потом. Նույնիսկ տեսեք, մարդիկ իրաց կյանքին վերաբերվում են ժամանակավոր տեսանկյունից։ Люди даже в своем жизни относятся как к чему-то временному. Մենք պետք է գիտեք ինչ մի հատ բան հասկանանք, Мы должны понять кое-что, որ այն ամենը ինչ որ մենք անում ենք, что все, что мы делаем, դա ազդեցություն է թողելու оно будет иметь последствия, մեր սերունդների վրա։ будет иметь последствия на наше поколение. Ժամանը նույնիսկ այն ինչ որ մենք համարում ենք ժամանակավոր, Даже то, что мы считаем временным, դա ազդելու է հաջորդ սերունդների վրա։ будет влиять на последующие поколения наши. Եթե բերեմ օրինակը տան վրա, Если приведу пример дома, այն տունը որ մենք կառուցում ենք, тот дом, который мы ու строим, մտածում ենք դե լավ, մի քիչ էլ փոքր լինի պատերը, ну пусть немного не будут делать, միևնույնն է մեր երեխեքը все равно наши дети, այդ տունը վերանորոգելու ժամանակ когда будут этот дом ремонтировать, նրանք բախվելու են այդ խնդրի հետ, они встретятся с этой проблемой, մեր թողած խնդրի հետ։ с той проблемой, которую мы оставили. Դրա համար այսօր ինձ ու քեզ Поэтому сегодня мне и тебе պետք է ճիշտ հիմք։ нужно правильное основание. Ղուկաս ավետարան 6-րդ գլուխ Евангелие от Луки, 46-49 խոսքերից 7 եմ глава, կարդալ։ 46-47 стихи. Հետաքրքիրը գիտեք ինչու՞մ է, որ այս գլխի մեջ երբ որ նայում ես,
Հետաքրքիր է նրանում, Интересно то, что այս գլուխը սկսում է эта глава начинается с того, նրանով, որ աշակերտները շաբաթ օրը գնում էինահասկերի մեջով, что ученики в субботу шли через поле, ու հասկերն էին վերցնում, брали колосья и кушали. Ու փարիսեցիները խնդիր ունեցան Հիսուսի աշակերտների հետ. и фарисеи имели проблемы с Иисусом. Ասում են, չես տենում, որ շաբաթ օրով գործ են անում. Они говорили, ты не видишь, что они в день субботний делают работу. Ու մի ուրիշ բան էլ էլի հենց այդ շաբաթ օրը տեղի ունեցավ. И еще кое-что произошло в этот же день. Հիսուսը տնից եկավ մտավ ժողովարան, Иисус пришел, вошел в собрание, սինագոգу, в синагогу ու մի չորացած ձեռքով մարդ տեսավ. и увидел человека с засохшей рукой. Ու Հիսուսը գիտեր, թե ինչ է լինելու. Иисус знал, что будет. Ու մինչև նրանք հարց կտային Հիսուսին, Еще до того, как фарисеи задали Հիսուսը նրանց հարց է տալի. Հարցին արդեն պատասխանելով հարց է տալի. Иисус уже заранее отвечаем задает им вопрос. Ինչը ավելի լավ անել։ Что лучше сделать? Մի մարդ փրկել, թե մի մարդ կործանել։ Спасти одного человека или погубить одного? Ասում են նրանց միտքը իմանալով И написано, что зная их мысли, Հիսուսը չորացած ձեռքով մարդուն առաջ կանցեց Иисус позвал к себе человека с иссохшей рукой ու ասեց. и сказал, Ձեռքդ երկարի։ к примеру, Ու ձեռքը առողջացավ։ и рука исцелилась. Ու գիտեք ինչ է լավ դրանից հետո։ И знаете, что после этого Փարիսեցիները գրված է, որ նրանք կատաղությամբ լցվել էին написано, что фарисеи очень сильно разозлились ու մտածում էին ինչ ձև Հիսուսին վերացնել։ и думали, как погубить Христа. Գիտեք ինչի, Знаете почему? որովհետև նրանց հիմքը Потому что их основание շաբաթ օրվա վրա էր было հիմնված։ на субботнем дне. Նրանց աստվածպաշտության հիմքը Их богослужение, основание их богослужения, բգապաչիտանի։ богопочитания было на субботнем дне. Սխալ աղբյուրից էր։ У них был неправильный источник. Նրանք մտածում էին Они думали, что շաբաթ օրը պահելով են նրանք Աստծուն պաշտում։ соблюдая день субботний, они поклоняются Богу. Բայց Հիսուսը ասում է, որ մարդու որդին եկավ, որ շաբաթը մարդու որդու համար, ոչ թե մարդը շաբաթ օրվա։ Но Иисус сказал, что день субботний для человека, а не человек для субботнего дня. Դրա համար արժե շաբաթ օրն էլ գործել, հանուն Աստծո։ Поэтому ради Бога можно и в день субботний работать. Ու երբ որ նայում ենք Հիսուսը այս գլխի մեջ, И написано, что Иисус в этой главе ինքը խոսում է երանիների մասին։ Он говорит о блаженных людях. Խոսում է նրա մասին, թե որն է ճշմարիտ աստվածապաշտությունը։ Говорит о том, что является Ուղղակի истиной. կխնդրեմ, որ դուք 6-րդ գլուխը կարդաք Ղուկաս ավետարանը, Прошу, чтобы вы дома прочитали, որպեսզի ես շատ չմանրանամ այդ գլխի վրա, чтобы որ я հասցնեմ խոսքը կիսվել։ остановился на этом. Ուզում եմ նայենք Ղուկաս ավետարան 6-րդ գլուխ, Хочу, чтобы открыли Евангелие от Луки, 6 глава, 46-49 համարները։ 46 по 49 стихи. Ես կարդամ հայերեն։ Я буду читать нас. Եվ ինչու եք ինձ տերտեր կոչում եւ չեք անում այն, որ ասում եմ։ Ամեն ով որ ինձ մոտ է գալիս եւ իմ խոսքերը լսում եւ նրանց անում, ցույց տամ ձեզ, թե ում նման է։ Նման է մի տուն շինող մարդի, որ փորեց եւ խորացրեց եւ հիմքը ժայռի վրա դրեց։ Եվ երբ որ ջրերի հեղեղներ եղան, գետն այն տանը զարկեց եւ չկարողացավ շարժել նրան, որովհետեւ ժայռի վրա էր հաստատված։ Բայց իմ խոսքերը լսողը եւ չանողը նման է մի մարդի, որ տունը հողի վրա շինեց առանց հիման, որ գետը նրան զարկեց եւ շուտով վայր եկավ եւ այն տան կործանումը մեծ եղավ։ Читать нам? Да. Сейчас откроюсь. Можно здесь. Что вы зовете меня Господи, Господи, и не делаете того, что я говорю? Всякий приходящий ко мне и слушающий слова мои, исполняющий их, скажу вам, кому подобен. Он подобен человеку, строящему дом, который копал, углубился и положил основание на камне. Почему, когда случилось наводнение и вода наперла на этот дом, то не могла погибать его, потому что он основан был на камне? А слушающий и не исполняющий подобен человеку, построившему дом на земле без основания, который, когда наперла на него вода, тотчас обрушился, и разрушение дома его было велико.
Ամեն։ Ուզում եմ հիմա խոսք առ խոսք մենք նայենք սրան։ Хочу, чтобы мы сейчас каждый стих пронаблюдали. Տեսեք, առաջին հերթին 46 խոսքը։ 46 стих. 46-րդ խոսքում ասում է հետևյալը. Ինչու եք ինձ Տեր կանչում, բայց չեք անում այն, ինչ ասում եմ։ Что вы зовете меня, Господи, Господи, и не делаете Նույն того, այս что я говорю. խոսքերը Մատթեոս ավետարանի մեջ մեկ ուրիշ ձև է գրված։ Те же самые слова написаны в Евангелии от Матфея, просто немного в другой Եկեք формулировке. կարդանք։ Մատթեոս 7:21-23։ Евангелие от Матфея, 21 глава, 23 стих. 7 глава, 21 по 23 стих։ Ոչ թե ամեն ինձ Տեր ասողը կմտնի երկնքի արքայությունը, այլ նա ով կատարում է իմ հոր խոսքը, իմ հոր կամքը, որ երկնքում է։ Не всякий, говорящий мне, Господи, Господи, войдет в Царство Небесное, но исполняющий волю Отца Моего Небесного. Շատերը կասեն ինձ այն օրը, Տեր, չէ որ քո անունով մարգարացանք եւ քո անունով դևեր հանեցինք եւ քո անունով շատ զորություններ գործեցինք։ Многие скажут мне в тот день, Господи, Господи, не от Твоего ли имени мы пророчествовали, и не Твоим ли именем бесов изгоняли, и не Твоим ли именем многие чудеса творили. Եվ ես այն ժամանակ պարզ կասեմ նրանց, թե երբեք ձեզ չեմ ճանաչել, ինձանից դեն գնացեք ով անօրենություն գործողներ։ И тогда объявлю им, я никогда не знал вас, отойдите от меня, делающие беззаконие. Տեսեք, այս երկու համարները Ղուկաս ավետարան եւ Մատթեոսի այս երկու համարները իրար հետ կապելով Смотрите, два этих местописания, если связать, Հիսուս ասում է հետեւյալը. Иисус говорит следующее. Մեր Տերը նա է, Он является нашим Господином, ում խոսքերը մենք անում ենք։ чьи слова мы исполняем. Կարևոր չի թե մենք մեր շուրթերը ում են Տեր կանչում։ Неважно, кого наши уста признают Господином. Մեր գործերն են ցույց տալիս մեր Տիրոջ էությունը։ Наши дела показывают сущность нашего Господа. Հիսուս ասում է, ինչու եք ինձ Տեր կանչում, բայց իմ ասածները չեք անում։ Иисус говорит, почему вы называете меня Господом? Տեսեք, хотя дела ստեղ мои не մենք исполняете? տենում ենք, մենք ստեղ տեսնում ենք Смотрите, здесь мы видим մարդկանց, людей, которые ովքեր գործում են պարգևներով։ действовали дарами. Կան մարդիկ, ովքեր մարգարե անում էին, Были люди, которые пророчествовали, հրաշքներ էին գործում, творили чудеса, զորություններ էին գործում, знамения։ знамения творили. Բայց Հիսուսը նրանց ասում է, ես ձեզ չեմ ճանաչում։ Но Иисус говорит, я вас не знаю. Որովհետև այս մարդկանց գործունեության հիմքը, Потому что действия этих людей, основа действия этих людей, հանդիսանում էր իրանց եսը։ не являлось их я. Նրանք չէին անում այն ինչ որ Աստված էր ասում։ Они не делали то, что говорил Бог, Նրանք անում էին այն ինչ որ իրանք են ուզում։ они делали то, что они сами хотели. Իսկ Հիսուսը ստեղ շեշտում է, А Иисус тут показывает нам, որ նրանք ովքեր իմ հոր կամքը կատարում են, что те, кто исполняет волю Отца, ես նրանց Տերն եմ, я Господин, ես նրանց համար եմ հոգ տանում։ я о них забочусь. Ու երբ որ մենք անդրադառնանք նորից Ղուկաս ավետարան 46-47 համարները։ И когда мы вернемся обратно к Луки 6 главе, Հիսուսը խոսում է իմաստուն ու անխելք մարդկանց մասին։ Иисус говорит об умных и глупых людях. Նա բացատրում է, թե ինչի համար է անհրաժեշտ ճիշտ հիմքը։ Он объясняет, почему так важно иметь правильное основание. Տեսեք, այսօր մի խաբված հասկացողություն, Смотрите, сегодня есть одно заблудшее понимание, որ եթե դու Հիսուսին ընդունել ես քեզ Տեր ու Փրկիչ, что если ты принял Христа как своего Господина и դու Спасителя, երբեք ոչ մի դժվարություն չես ունենա։ никогда не будешь иметь проблемы, нужды. 47-րդ խոսքը ցույց է տալիս դրա ճիշտ հակառակը, 47 стих показывает нам ровно обратно. որ մենք ունենանք դժվարություններ։ Что мы будем иметь. Հիսուսը հենց դրա համար ասում է, Именно поэтому Иисус говорит, որ պետք է ճիշտ հիմք ունենալ։ что нужно иметь правильное основание. Մեր քրիստոնեական կառույցը Наше христианское строение պետք է ճիշտ հիմք ունենա։ должно иметь правильное основание. Տեսեք, ասում է իմաստուն մարդը, Հիսուսի խոսքը լսող ու կատարող մարդը, человек, который слушает слова Иисуса и делает, նա նման է նրան, Он подобен тому,
ով որ սկսեց տուն կառուցել, кто начал строить дом, ու ինքը հասկացավ, որ այն տարածքում, որ ինքը տուն է կառուցում, и он понял, что на той территории, где он строит свой дом, այդտեղ պետք է ավելի խորը գնալ, нужно копать глубже. ավելի խորը հիմք դնել, Там нужно, որովհետև այն ժայռը, потому что та скала, այն տվյորդի պոչվան та твердая почва ավելի խորքերում է գնում։ находится на глубине. Գիտեք, տեսեք, այսօր մեր կյանքի մեջ, Сегодня в нашей жизни, եթե սա վերածենք մեր հարաբերություններին ու մեր հոգևոր կյանքին, если мы это отнесем к своим жизням, к нашим взаимоотношениям, մենք կտեսնենք, որ շատ բաներ կա, мы увидим, что есть много вещей, որ մենք ուղղակի մակերեսորեն ենք կառուցել։ которые мы просто поверхностно построили. Մեր հոգևոր կյանքը Нашу духовную жизнь. ընդունի ուսուսին ամեն բան լավ կլինի։ Просто прими Христа, и все будет хорошо. Չէ, ամեն բան լավ չի լինի մենակ ընդունելով։ И все будет хорошо, просто Կա գործողություն, որը պետք է արվի։ есть действия, которые мы должны Դրա համար պետք է гնալ ավելի խորը։ поэтому нужно копать глубже. Մեր ամուսնական փոխհարաբերությունները Наши супружеские отношения մակերեսորեն поверхностно. ամուսնացանք, Просто поженились, ապրում ենք միասին вместе живем, ու վերջ։ и все. Չէ, դրա որպեսզի դա լավը լինի, ճիշտը լինի ու հարատև լինի, Нет, чтобы это было хорошим, было благоприятным, чтобы это было благовечным, պետք է խորը հիմքեր դնել։ нужно иметь глубокие основания. Մեր փոխհարաբերությունները մարդկանց հետ Наши взаимоотношения с людьми չպետք է պավերտնսնի լինի։ должны быть поверхностными. Պետք է մենք դրանց մեջ խորանանք։ Мы должны углубляться в это. Ոստեղ Հիսուսը շեշտում է պատճառը, И здесь Иисус говорит о том, ինչի համար փորել ու խորանալ։ почему копать и углубляться. Ասում է, որովհետև գետերը վարարեցին։ Говорит, потому что реки разверзлись Անձրևների գալու պատճառով из-за того, что дожди начали. այդ գետերը վարարեցին, Реки разверзлись. ու երբ որ գետերը վարարում են, И когда նրանք դուրս են գալիս իրանց ափերից։ они выходят из своих берегов, Ժամանակ առ ժամանակ մեր կյանքը նման է սրան։ время от времени наша жизнь похожа на это. Մեր հարաբերությունները, մեր հոգևոր կյանքը նման է սրան, Наши взаимоотношения, наши որ духовные. ինչ որ մի բան դուրս է գալիս իր ափերից, То, когда что-то выходит из своих берегов, ինչ որ մի բան այնպես չի գնում, что-то идет не так, ու հարվածներ ենք ստանում մենք։ и мы получаем удары, Հարվածը գալիս մեր հավատքի վրա։ приходит удар на нашу веру, Առողջությունը վտանգվում է։ здоровье сокрушается, Ընտանիքում ինչ որ խնդիրներ են в առաջանում։ семье постоянно проблемы, Կասկածանքներ են գալի մեր կյանքի մեջ։ приходят сомнения Ու տարբեր տեսակի իրավիճակներ։ и разного вида. Դրանք բարձրանում են, գետերը դուրս են գալիս։ Они выходят наружу Ու սկսում են հարձակվել մեր կառույցի վրա, и начинают нападать на наше строение, ընտանեկան կառույցի վրա, на жизненное строение, ամուսնական կառույցի վրա, на супружескую жизнь, հոգևոր կառույցի վրա, на духовную жизнь, եկեղեցու վրա, на церковь, մեր անձնականի վրա, на наши մեր личности, ֆինանսների վրա, на наши финансы. բայց երբ որ մեր կառույցը ճիշտ է, մեր հիմքը ճիշտ է, Но если наше основание правильно, մենք կդիմակայենք այդ ամեն ինչի։ мы сможем выстоять. Ինչպես որ Հիսուսը ասում է, Так как сказал Иисус, որ անձրևները երբ որ ջրերը վարարեցին ու խփեցին հողմերի հետ, что когда реки разверзлись, ударили по дому, տունը կանգուն մնաց, дом остался целым, որովհետև ինքը ամուր հիմքի վրա է։ потому что оно имело крепкое основание. Գիտեք, սենց մի հատ հասկացողություն կա, Знаете, есть одно такое понятие, երբ որ մարդիկ կարդում են այստեղը, когда люди читают это место, մտածում են, որ այդ տունը они думают, что этот дом մեկ շատ բարձր ժայռի վրա է կառուցված։ строился на высокой скале. Բայց այս խոսքից հետևությունը, Но из этого стиха мы можем сделать вывод, որ այդ տունը կառուցված էր սովորական տարածքում, что этот дом был построен на совершенно обычном территории. որովհետև այդ մարդը, իմաստուն մարդը, Потому что этот мудрый человек, Աստծո խոսքը լսող ու կատարող մարդը слушающий и исполняющий, նմանվեց նրան, был похож на того, ով որ իր տունը կառուցեց который дом свой построил, հողը փորելու ու խորացնելու միջոցով։ углубляясь в землю.
Բարձր ժայռերի վրա հող չկա։ На высоких скалах нету земли. Հողը հարթավայրում է լինում։ Земля находится Ու на տեսեք, равнине. ու ճիշտ հիմքը И знаете, правильное основание դա Աստծո խոսքն է։ – это Слово Божие. Որովհետև այս աշխարհը չի կարող տա մի մոդել, Потому что это мир, որը որ ճիշտ կլինի ամուսնական կյանքի համար։ который будет правильным для супружеской жизни. Ամենաուժեղ մարդիկ էլ, ովքեր որ կարծես թե Самые даже сильные люди, которые, казалось бы, հասել են շատ բաների, добились многих вещей, ու իրանք կարան ճիշտ բաներ խորհուրդ տալ, они могут правильные вещи, բայց միևնույնն է նրանց խորհուրդն էլ но даже их советы, ժամանակավոր բնույթ է կրում։ они являются временными. Որպեսզի մեր կյանքի բոլոր կառույցները, հիմքերը ճիշտ լինեն, Чтобы все строительства нашей жизни, они были твердыми, մենք պետք է ունենանք մեկ հիմք, мы должны иметь одно основание. եւ դա Աստծո խոսքն է։ И это Слово Божие. Երբ որ մենք բախվում ենք խնդիրների հետ, Когда мы встречаемся с проблемами, երիտասարդներ դուք շուտով բոլորդ էլ ընտանիք եք կազմել։ молодежь, вы все скоро будете строить семьи, Ամուսնանալու եք կամ մարդի եք գնալու։ будете выходить замуж, либо жениться. Երբեք ու երբեք Никогда ձեր ամուսնական կյանքը в вашей супружеской жизни չփորձեք կառուցել не пытайтесь построить այս աշխարհի մոդելի վրա։ по модели этого мира. Ես ձեզ խորհուրդ կտամ, Я вам дам совет. եթե կուզենաք, ձեր հետ էլ դասերը կանցնեմ։ Если захотите с вами эти уроки, Երգ-երգոց գիրքը կարդացեք։ прочитайте песню, книгу «Песнь песней». Ամենաուժեղ մոդելը ամուսնական կյանքի Самая сильная модель супружеской միջ жизни ամուսնական հարաբերությունների до супружеской жизни նշանված ժամանակաշրջանի во время ամուսնության ու հետ ամուսնական կյանքի համար ամուսնության ու հետ ամուսնական կյանքի этого музыкального года. после свадьбы И даже после свадьбы. ամենաուժեղ մոդելը տալիս է Աստծո խոսքը։ Самую сильную модель дает Слово Божие. Մեր կյանքի համար բոլոր իրավիճակների մեջ Աստվածաշունչը ունի պատասխան։ Да, в каждой ситуации в нашей жизни у Библии есть ответ. Երբ որ մենք բախվում ենք ինչ-որ խնդիրների ու դժվարությունների, С трудностями, с проблемами, պետք չի փնտրել մեր խնդիրները դրսում, լուծումը դրսում։ не нужно искать решение проблем где-то на Մենք стороне. ավելի ենք բարդացնում մեր կյանքը, Мы еще сильнее обременяем себя и մտածելով, որ ситуацию, ինչ-որ մեկը մեզ կպատասխանի։ думая, что кто-либо нам ответит. Բայց ամենաուժեղ պատասխանը Но самый сильный, Սա է самый սիրելիներս։ правильный – это Библия. սրա մեջ թաքնված բոլոր հարցերի В պատասխանները։ этом находятся ответы на все вопросы. Մենակ Աստծո խոսքը կարող է ստա ճիշտ պատասխան։ Только Слово Божие может дать нам единственный программ. Ու տեսեք, երբ որ նայում ենք արդեն հաջորդ խոսքը 49-րդ խոսքը, Смотрите, когда мы смотрим 49 стих, Ղուկաս 49-ը արդեն от Луки 6 глава 49, ասում է, բայց իմ խոսքերը լսող եւ չանողը говорит о слушающий и исполняющий Слово Мое, նման է մի մարդի, подобен человеку, որ տունը հողի վրա շինեց առանց հիման, построившему дом на земле без основания, որ գետը նրան զարկեց, который, когда накрыла на него вода, շուտով վայր ընկավ եւ այն տան կործանումը մեծ եղավ։ тотчас обрушился, и разрушение дома своего было великое. Տեսեք խնդիրների արմատը որտեղ է։ Смотрите, где является Կործանումների արմատը որտեղ է։ Հարաբերությունների քայքայման արմատը որտեղ է։ где находится корень разрушения всего. Հիվանդությունների մեջ ավելի խորանալ, բարդանալը որտեղ է։ Результат болезни чем является? Հոգևոր անկման արմատը որտեղ է։ Где находится корень? Երբ որ խոսքը մենք լսում ենք, Когда мы слышим Слово, բայց մենք չենք կատարում։ но мы его не исполняем. Այսինքն մակերեսորեն ենք նայում ամեն То ինչի։ есть, когда мы поверхностно смотрим на все, Մտածում ենք դե ինքը իրանով ամեն ինչ կկարգավորվի։ думаем, ну все само по себе пройдет, Չէ, ամեն ինչ ինքը իրանով չի нет, կարգավորվի։ все само по себе не пройдет. Հասարակ օրինակ, եթե այս ջուրը ես այսօր թողեմ ստեղ, Простой пример. Сегодня, если я эту воду оставлю здесь, մենք հաջորդ կիրակի օրը որ գանք, գիտեք ինչ ա լինելու, на следующее այս ջրից շատ վատ հոտ ա գալու։ от этой воды будет исходить очень неприятный запах. Ինքը իրանով ոչ մի բան դեպի լավը չի գնում։ Само по себе ничто не идет к хорошему. Որպեսզի ինչ որ մի բան միշտ լավ վիճակում լինի,
чтобы что-либо всегда было в хорошем состоянии, պետք է խնամք ու հոգատարություն։ нужна забота и нужны усилия. Իսկ դա մենք կարանք անենք А это мы можем делать, Աստծո խոսքի վրա հիմնվելով։ основываясь на Слово Божье. Մեր կյանքի բոլոր բնակավարներում Во всех наших сферах жизни մենք հաջողություններ կունենանք мы будем иметь успех, եւ լավ ավարտ կունենանք будем иметь хороший конец. միայն այն ժամանակ, Только в том случае, երբ որ մենք когда мы մեր հիմքում ունենանք в Աստծո нашем խոսքը, основании будем иметь Слово Божье. որովհետեւ միայն Աստծո խոսքն է, Потому что только Слово Божье, որ հավիտյան է։ которое вечно. Հիսուսը հիշում է, երբ որ խոսում էր փարիսեցիների հետ, Иисус, помните, когда говорил с фарисеями, մի շատ հետաքրքիր բան ասաց։ сказал очень хорошую вещь. Ասաց, երկինքն ու երկիրը կանցնեն։ Сказал, небо и земля придут. Եթե երկինքն ու երկիրը կանցնեն, Если небо и земля придут, նշանակում է նրա հետ էլ կանցնի այն ամենը, ինչ որ կա։ значит и с ними придут все, что было. Ասում է, բայց իմ խոսքերից, Но слова мои, որ ես ասացի, которые я сказал, նշանակեն անգամ точка, та же точка չի անցնի։ не придет. Իսկ գիտեք Հիսուսը այդ նշանակետ այդ точкան ինչի մասին է խոսում։ Знаете, о чем говорил Иисус, когда говорил о точке? Հրեական գրականության մեջ, В греческой грамматике, հրեական, в римской грамматике, հրեական, в еврейской грамматике, այդ կետը эта точка կոչվում է յոտա։ называется йота. Դա ամենափոքրիկ ուղղագրական նշանն է։ Это самая маленькая... Հիսուսը հենց այդ կետի մասին էր ասում։ Бог именно об этой точке. Նա ասում էր, որ նույնիսկ այդ կետը, որ дրել եմ ես, Это точка, которую я поставил, դա էլ չի անցնելու, даже это не пройдет, մինչև որ այդ ամենը չկատարվի։ пока это не случится. Այսինքն Հիսուսն ասում է, То есть Иисус говорит, որ իր խոսքերը что Его слова, այնքան ճշմարիտ են, они настолько ու истинны, այնքան վստահելի են, настолько основательны, որ մենակ դրա վրա հիմնված լինելով, что только основываясь на этом, մենք կհաջողվենք մեր կյանքում, можно иметь успех в жизни, մեր կյանքի բոլոր во բնակավարներում։ всех сферах нашей жизни. Հեսու առաջի գլուխ 7-9 խոսքերը։ Книга Иисуса Навина, 1 глава, Սիմոն по 9 стих։ Մովսեսն արդեն մահացել է, Моисей уже умер, Հեսուին նշանակելով Իսրայել ժողովրդի առաջնորդ, Моисей назначил Иисуса Навина предводителем израильского ու народа. Հեսուն պետք է ժողովրդին առաջնորդեր դեպի Քանանի երկիր։ И Иисус должен был сопровождать израильский народ в Ханаан, Որպեսզի նրանք մտնեն ու ժառանգեն чтобы они вошли и наследовали эту землю. այն երկիրը, որը որ Աստված խոստացել էր։ Эту землю, которую Бог обещал Аврааму. Ու Հեսուն վախեցած էր, И Иисус Навин был напуган, որովհետև Իրանից առաջ մի հզոր առաջնորդ կար, потому что до него был один очень сильный Лидер. лидер, որ գիտեր ինչ անի։ который знал, что делать. Ու ինքը մտածում էր միգուցե, И он, возможно, думал, որ Իրան չեն ընդունի, այնց ոնց որ Մովսեսին էին ընդունում։ что его не примут так, как принимали Моисея. Ու ինքը իր ներսի այդ վախերի մեջ И он в своих страхах Աստծո հետ հանդիպում է ունենում։ имеет встречу с Богом. 7-րդ խոսքը տեսեք ինչ ասում։ 7 стих, посмотрим, о чем говорит. Ասում է միայն թե զորացիր եւ շատ քաջերիր, Только будь тверд и очень мужествен, որ պահես եւ անես այն ամեն օրենքի պես, որ իմ ծառա Մովսեսը քեզ պատվիրել է։ и тщательно храни, исполняя весь закон, который сообщал тебе Моисей раб. Տեսեք, մենք շատ ժամանակ Աստծո զորություն ենք ուզում, չէ՞։ Смотрите, мы очень часто просим от Бога силы, Որպեսզի կարողանանք ավետարանը քարոզենք, чтобы мы могли благовествовать, հրաշքներ գործենք, творить чудеса, մարդկանց համար աղոթ կանենք։ молиться за людей. Բայց գիտեք Աստված զորություն ինչի համար էր Հեսուին ասում զորացի, Но знаете, почему Бог... որպեսզի կարողանան Աստծո խոսքը Но знаете, почему Иисус Навин говорил, почему Бог говорил Иисусу Навину будь тверд? որպեսզի կարողանա Աստծո խոսքը պահի։ Чтобы он мог исполнять Слово Մեզ Божье. պետք է Աստծուց խնդրել զորություն, Нам нужно просить у Бога силы,
իր խոսքը պահելու համար։ чтобы исполнять Его Слово. Շարունակությունը Продолжение. նրանից չխոտորվես աջ կամ ձախ, Не уклоняйся от Него ни направо, ни налево, որ ամենում նոր խելամուտ լինես, дабы поступать благоразумно ուր որ գնում ես։ во всех предприятиях твоих. Տեսեք Աստված Հեսուին ասում է. Смотрите, Бог говорит, Եթե դու անես իմ խոսքի պես, что если ты будешь делать так, как я говорю, չշեղվես դրանից ոչ աջ ոչ ձախ։ ты будешь уклоняться ни направо, ни налево. Այսինքն թույլ չտաս քո կյանքիդ մեջ որոշակի կոմպրոմիսներ։ Чтобы ты не допустил никаких компромиссов в своей жизни. Այդ ժամանակ քո ընթացքի մեջ Тогда на твоем пути դու խելամուտ կլինես ты будешь благоразумным ու կհաջողվես։ и будешь успешным. Շարունակություն 8-րդ խոսք։ 8 стих. Այս օրենքի գիրքը քո բերանիցը չհեռանա, Да не отходит вся книга закона от уст твоих, այլ գիշեր եւ ցերեկ նրա վրա մտածես, но поучайся в ней день и ночь, պահես եւ կատարես բոլոր նրա միջի գրվածի պես, дабы в точности исполнять все, что в ней написано. որովհետեւ այն ժամանակ ճանապարհները հաջողակ կանես Тогда ты будешь успешен в путях твоих եւ այն ժամանակ խելամուտ կլինես։ и будешь поступать благоразумно. Ահա ես պատվիրում եմ, Вот я повелеваю тебе, զորացիր եւ քաջելիր, будь тверд и мужественным, մի վախենար եւ մի զարհուրիր, не страшись и не ужасайся, որովհետեւ քո Տեր Աստվածը քեզ հետ է ամենտեղ ու որ գնաս։ ибо с тобой Господь Бог твой везде, куда ни пойдешь. Տեսեք, Смотрите, Աստված ասում է, Бог говорит, եթե դու կենտրոնանաս իմ խոսքի վրա, если ты сконцентрируешься на моем слове, ոչ թե ուղղակի դա կարդաս, не просто будешь читать, այլ դու դա կարդաս, որպեսզի դրանք պահես, а ты будешь читать, чтобы сохранять его, այդ ժամանակ միայն դու կհաջողվես։ только тогда ты будешь успешен. Մեր հաջողության գրավականը սիրելիներս, Секретом нашего успеха, զալով նաշով ուспեխ։ залог нашего успеха, Էդի լավ ստրատեգիա ունենալը չի, это не иметь хорошую стратегию, լավ աշխատանք ունենալը չի, это не иметь хорошую работу, լավ հոգևոր ուսուցիչներ ունենալը չի, это не иметь хороших духовных մեծ учителей, ճոխ եկեղեցում լինելը չի։ это не находиться в большой Կյանքի расходе. որ բնակավարում են ուզում ես նայի։ В любой сфере своей жизни Մեր հաջողության գրավականը залогом нашего успеха Աստծո խոսքին հետամուտ լինելն է։ является послушным, является Երբ որ մենք послушанием, ուշադրությամբ հետևում ենք, когда мы с вниманием следуем ինչ է Աստված ասում, то, что Бог говорит, իմ կյանքիս հետ կապված, согласно моей жизни, իմ ընտանիքիս հետ կապված, по отношению к моей семье, իմ հոգևոր կրթության հետ по կապված, отношению к моему образованию, իմ եկեղեցու ծառայությունների հետ по կապված, отношению к моему служению в церкви. չկա կյանքի մեջ մի բնակավար, Нет в жизни такой сферы, որ Աստված չկպնի այդ բնակավարին, которой бы Бог не касался. ու չկա մի կյանքի բնակավար, И нет такой сферы в жизни, որ Աստված չխոսի։ в которой бы Бог не проговаривал. Գիտեք մեզ ինչ է պետք։ Знаете, что нам нужно? Մեզ պետք է մեր իրավիճակների հետ կապված Нам нужно в наших ситуациях վերցնել Աստծո խոսքը մեր ձեռքում брать Слово Божие в наши ու Աստծո руки խոսքը փորփրել, и копаться в Божьем Слове, խորանալ Աստծո խոսքի շուրջ։ углубляться в Слово Божье. Գիտեք ոնց է հնարավոր փորել Знаете, как мы можем копать? աղոթքով։ Молитвой. Աղոթքը զենքն է, Молитва – это то оружие, որով դու կարաս խորանաս которым ты можешь углубляться, ու հասնես այն ճշմարտությանը, дойти до той որը истины, այստեղ գրված է։ которая здесь написана. Ու այդ ժամանակ քո կյանքիդ իրավիճակը հաջողությամբ կպսակվի։ И тогда твои жизненные ситуации будут Ուղղակի увенчаны победой. դրա համար սիրելիներս, Поэтому, возлюбленные, մեզ պետք է нам нужно կառուցել ճիշտ հիմքի վրա։ строить на крепком основании, Կառուցել Հիսուս Քրիստոս վեմի վրա։ основываясь на Иисусе Христе. Հակոբ ջան, արի։ Մի համարել եմ կարդում ու իրար հետ աղոթք Еще ունենալու։ одно местописание почитай и будем молиться. Եթե ինչ որ մեկը Если кто-то դադարել է ընթերցելուց, перестал читать,
Ընթերցել ես գիտեք ինչի մասին եմ խոսում։ Знаете, о чем я говорю, когда говорю, что Երբ որ դու ժամանակ ես վերցնում, когда ты берешь время, վերցնում ես քո Աստվածաշունչը берешь свою Библию ու առանձնանում ես и отделяешься, ու աղոթքով и с молитвой կարդում ես։ начинаешь молиться. Ես ժամանակը դրա մասին եմ ասում։ Я про это говорю. Մենք այսօր աղոթք ենք անում։ Сегодня мы будем молиться. Վերջի տեղն եմ կարդում։ Читаю последнее место. Երկրորդ Տիմոթեոս 2 Тимофея, երկրորդ գլուխ 19 խոսք։ 2 глава, 19 стих. Ասում է հետևյալը. Говорит следующее. Բայց Աստծո հաստատ հիմքը կանգնած է, Но твердое основание Божие стоит, տեսեք, ասում է եւ այս կնիքն ունի։ имея печать силы. Թե Տերը ճանաչում է նրանց, որ իրենն է։ Познал Господь своих. Գիտեք, ինչ ձևով է Տերը ճանաչում, որ մենք իրանն ենք։ Знаете, как Бог определяет и узнает, что мы Его? Ոչ թե նրանով, որ մենք ամեն տեղ ասում ենք, որ մենք քրիստոնյա ենք, Тем, что мы везде говорим, что мы христиане, այլ որ մենք մեր Աստծո խոսքը պահում ու կատարում ենք։ а тем, что мы сохраняем и исполняем Слово Божье. Ու տեսեք շարունակությունը ինչ ասում։ И смотрите, что говорит продолжение. Եվ թե ետ կենա անիրավությունից այն ամենը, որ Քրիստոսի անունը կանչում է։ И да отступит от неправды всякий, исповедующий имя Господа. Տեսեք, Աստծո հաստատուն հիմքը Божье основание твердое հետևյալն է։ имеет печать силы. Առաջին, Первое. Տերը ճանաչում է իրաններին։ Познал Господь своих. Այսինքն Աստված գիտի քեզ։ То есть Бог знает тебя. Ու քանի որ Աստված գիտի ինձ ու քեզ, Так как Бог знает меня и тебя, մենք պետք է ամեն անիրավությունից հետ կանք, мы должны отдаляться от всякого беззакония, որովհետև մենք Հիսուսի անունն ենք կանչում։ потому что мы призываем имя Иисуса. Որովհետև դրանով ենք մենք տարբերվում Потому что этим мы отделяемся и отличаемся այս աշխարհից։ от этого мира. Մենք չենք գնում այս աշխարհի սովորությունների համաձայն։ Мы не двигаемся по понятиям этого мира. Մենք չենք անում այն ինչ որ այս աշխարհն առաջարկում։ Мы не делаем то, что нам предлагает этот мир. Մենք չենք շարժվում այն մոդելով, որը որ փաթաթել է այս աշխարհի վզին Мы не անունը։ двигаемся по той модели, которую дьявол навязал этому миру. Մենք ունենք մոդել։ Мы имеем свою модель. Եվ այդ մոդելը Հիսուս И Քրիստոսն է։ эта модель Иисус Христос Եվ նրա խոսքը, и Его Слово, որը գրել է իմ ու քո համար, которое Он написал для меня и тебя, որպեսզի ես ու դու чтобы я и ты, պահելով ու կատարելով соблюдая, հաջողակ լինենք մեր կյանքի բոլոր мы բնակավարների успешны во всех сферах нашей жизни. Թող Աստված օրհնի ձեզ, եկեք կանգնենք Бог աղոթի։ благословит. Давайте будем